Դիչակից կդատարկի այդ դեպքում եւ հայտարարվել էր, որ այն բաց է հասկացողների համար, եթե այս իրավիճակը նայեք ուսումնասիրեք, արդյոք կարողանաք դուք հաղթահարել անցողի շեմը եւ չեք կարծում, որ ձեզ կմեղադրեն ընդդիմության ձայները փոշիացնելու մեջ։ Դուք ինչ մտահոգված եք, որ մենք չենք կարողանում հաղթահարել շեմը։ Ինչ եք մտահոգված։ Իսկ ինչի՞ չեք մտահոգվում այն հնարավորությունից, որ մենք կարող հաղթենք այս ընտրություններում։ Ինչի՞ չեք մտահոգվում, հա? Երկու դեպքում եմ մտահոգվել։ Հա? Դե ուրեմն համարյա մեր աջակիցն եք։ Պետք չի մտահոգվել։ Ես ձեզ հորդորում եմ օլիմպիական հանգստությամբ մոտենալ այս գործընթացին։ Ոչ ոք այսօր չի կարող 100%-ով ասել, ով ինչ արդյունքի կհասնի։ Ի վերջո կներեք, մենք գտնվում ենք հաղորդակցության մեջ մեր ժողովրդի հետ։ Մեր ժողովուրդն է ընտրելու։ Դուք ինչ եք հիմա որոշել, թե մեր քաղաքական ուղերձները, մեր ծրագրերը ինչ տեղ կգտնեն մեր ժողովրդի, մեր քաղաքացիների սրտներում եւ մտներում։ Ինչ գիտեք։ Իսկ դուք գիտեք հիմա որևէ կանխատեսող, որ այդքան ճշգրիտ կարող է ամեն ինչ կանխատեսել։ Այդ քաղաքագետներին փաթաթեք եւ ուղարկեք ինչքան հնարավոր է հեռու։ Մեծ խոսացողներ են եւ պրոպագանդիստներ են ավելի շատ։ Ավելի շատ պրոպագանդիստներ են դրանք։ Թե մենք արդեն որոշել ենք, որ հայ ժողովուրդը այլևս ընտրելու իրավունք չունի, թե արդեն բանա քաղաքագետներն են որոշում մեր ժողովրդի ձայնը, իրանք են որոշում։ Այնա եկեք այս ընտրությունները չանցկացնենք, այդ 3 քաղաքագետին հրավիրենք այս դալիճ, թող հայտարարեն ընտրությունների արդյունքները։ Ինչի համար ենք ընտրական գործընթացը ինչի համար է։ Այս հանդիպումները, ուղերձները, հանրային դեբատները դուք այսքան համարում եք, որ այդ ամեն ինչը ոչ մի բան չի կարող փոխել։ Եթե տենց եք համարում, նորից եմ կրկնում, գնացեք այդ 3 քաղաքագետի հետ միասին անցկացրեք Հայաստան Հանրապետության ազգային ժողովի ընտրությունները, պրծնենք։ Չէ, հանգիստ եղեք։ Հայ ժողովուրդը ունի իր կամքը, հայ ժողովուրդը ունի իր ձայնը, հայ ժողովուրդը ունի իր կարողությունը մտածելու, հասկանալու, ըմբռնելու, համատելու ծրագրերը, համատելու անձանց, որոնք հավակնում են իշխանություն վերցնելուն եւ ի վերջո իր որոշումը կատարելու։ Ես երբեք դա չեմ համարի կանխորոշված։ Կներեք։ Առաջինը գլխավորած միասնության թևեր շարժման հետ համագործակցությունը հնարավոր համարում է